Բիթքոյնը նորից անցավ $70,000 ու նորից անկում ունեցավ ու արդեն հիշեցնում է այս ավտոին, որ փորձում է այս նեղ հատվածում ռազվառոտ անել ու չի կարողանում։ Այսօր խոսելու ենք անկման պատճառների մասին, որից հիմնականին երևի արդեն տեղյակ եք, նաև խոսելու ենք շուկաների մասին, ինֆլյացիայի մասին ու մի փոքր էլ անդրադարձ կունենանք քաղաքականությանը։ Սա Bitcoin-Edo վիդեոբլոգն է, որտեղ մենք խոսում ենք ֆինանսներից ու Bitcoin-ից, եթե հետաքրքիր են այս թեմաները բաժանորդագրվեք ալիքին։ Իսկ բուն թեմային անցնելով, եթե նորություններին գոնե մի փոքր հետևում եք, երևի արդեն տեղյակ եք, որ Իրանը հարձակում է գործել Իսրայելի վրա ու բոլորը տենց անհանգստացած վախեցած են, որ վсё, հեսա երրորդ համաշխարհային պատերազմն է սկսում ու մենք կարող ենք տեսնել, որ Bitcoin-ի կուրսը կտրուկ ընկավ հենց այդ ժամանակ, երբ որ այդ լուրերը դուրս եկան։ Երևանի ժամով գիշերը տենց 11:30-12-ներ ու կարող ենք տեսնենք, որ Bitcoin-ի կուրսը մոտ 67,000-ից իջավ մոտ 60,500 ընդամենը կես ժամում։ Շատ արագ է եղել այս անկումը ու սա ցուցիչ է հանդիսանում նրան, որ մենք կարող ենք ենթադրել, որ այս անկումը եղել է ոչ թե բնական process-ներով, այլ եղել են մի քանի խոշոր խաղացողներ, որոնք որ վաճառք են իրականացրել ու վստահաբար նաև կրիպտոյի շուկայում կան բոտեր, որ հետևում են ընդհանուր շուկայի ու մարդկանց տրամադրվածության տենդենսներին, որ տեսնում են ինչ որ վատ իրադարձություն է տեղի ունեցել, իրանք որոշում են վաճառել ակտիվները համարժե թղթերից համ կրիպտոյից, որովհետև դա բացասական սպասումներ է բերելու այդ վատ իրադարձությունը։ Ու մեծ քանակությամբ Bitcoin ունեցողները կամ հասարակ քաղաքացիները, որ Bitcoin ունեն, հաստատ նստած չեն հետևում լուրերին ու վարկյանական հենց լուրը դուրս եկավ, կարդում դրա մասին, բացում իրենց բիրժայի հավելվածը ու սեղմում վաճառել Bitcoin։ Չէ, այտենց սպոնտան չեն տեղի ունեն այդ բաները, իրադարձությունները, այլ հակառակը, որ տեսնում ենք այս վաճառքները կես ժամում են տեղի ունեցել, դա հաստատ ավտոմատացված կերպով ա եղել կամ էլ մի քանի խոշոր խաղացողներ են ընդհանրապես դա արել։ Ու տեսնում ենք, որ շատ արագ շուկայի կողմից էլի մի քանի ժամում մեծ մասը այս անկման վերականգնվել է, եթե իջել էր 60,500, էլի շուկան համարել է, որ սա էժան հարմար գին է Bitcoin-ի համար ու արդեն մի 3 ժամ հետո կուրսը բարձրացել էր 65,000-ից ավել։ Ձեզ էլ մի օրինակ բերեմ մեր հայկական շուկայից կամ հենց մեր change-ից։ Այս վերջի օրերին ու հատկապես այսօր մեծ սղություն կա կրիպտոյի շուկայում ու մարդիկ ուզում են առնել Bitcoin։ Ոչ թե իրանք վախեցած են, տեսնում են ինչ-որ պատերազմական վիճակ անկարգին բանա, ուզում են ծախեն իրանց Bitcoin-ը, այլ հակառակը շուկայի սաղ կրիպտոն առել են ու հիմա կրիպտո չկա հայաստանյան շուկայում։ Սա ցույց է տալիս, որ մեծ վստահություն կա կրիպտո շուկայի հանդեպ ու այս անկումը շատ ժամանակավոր է։ Հիմա եկեք մի քիչ ընդհանուր շուկաներից խոսանք, թե առհասարակ ինչ որ շուկայում, լինի դա արժեթղթեր, ոսկի, կրիպտո, ինչ է ներկայացնում իրանից գինը, որտեղից է ինքը գլանում։ Ինքը գալիս է բոլոր մարդկանց, բոլոր շուկայի մասնակիցների, իսկ գլոբալ ակտիվների դեպքում ամբողջ աշխարհի մարդկության տրամադրությունների կողմից։ Այսինքն ինչ որ բանի կուրսերը, հատկապես մեծ ակտիվների ցույց են տալիս, թե այդ բային մարդիկ դրական են տրամադրված, թե բացասական են տրամադրված, իրանք հույսով են լսված, թե հուսալքված են։ Ու ընդհանրապես դրական ակնկալիքներ, սպասելիքներ ունեն ապագայի հանդեպ, թե չէ։ Հիմա բանը նրանում է, որ այս իրադարձությունները երեկվա տեղի ունեցան ոչ աշխատանքային օրով, ու շաբաթ օրը երեկոյան Հայաստանի ժամով, ու այդ ժամանակ բոլոր խոշոր արժեթղթերի շուկաները փակ են, որովհետև այդ շուկաները ավանդական դեռևս 20-րդ դարում են մնացել ու իրանք աշխատում են աշխատանքային օրերի, աշխատանքային ժամերին ու հնարավոր չի տեսնել, թե օրինակ մարդկության տրամադրությունները ոնց են արտացոլվել արժեթղթերի շուկայում։ Եթե շուկաները ակտիվ լինեին նաև այդ ժամերին, վստահաբար մենք կտրուկ տատանումներ ու կտրուկ անկում կտեսնենք նաև բոլոր շուկաներում աշխարհում։ Ու այստեղ է գալիս այն փաստը, որ Bitcoin-ը այն շուկայի ամենամաքուր տեսքն է, ամենամաքուր ֆորման է, որովհետև ինքը աշխատում է 24/7։ Կա մի հատ Bitcoin, կան հարյուրավոր բիրժաներ աշխարհում ու գնի տատանումները լինում են վայրկյանների ընթացքում։ Դու կարող ես ամեն պահի տեսնել, թե մարդկությունը ոնց է տրամադրված։ 24/7 աշխատելով Bitcoin-ի կուրսը այս պայդրությամբ մարդկության այն ամենալավ, ամենահստակ հայելին է, որ դու կարող ես տեսնել, թե մարդիկ հիմա դրական են տրամադրված, թե բացասական։ Ու իմիջիայլոց երբ որ նայում ենք altcoin-ների շուկային, կարող ենք տեսնենք, որ մյուս coin-ները շատ ավելի շատ են ընկել, քան թե Bitcoin-ը։ Այս Bitcoin-ի եթե 5.5% է ընկել, հեսա այստեղ 8%, 8%, 9%, 8%, 12%, 6%, 13%, այս դժվար ժամանակներն են, որ ցույց են տալիս, թե լիարժեք վստահությունը, իրական վստահությունը, որ կրիպտոյի հանդեպ է, որ Bitcoin-ն է, ու եթե մյուս կրիպտոների վրա տենց altcoin կազինո են խաղում շատերը, ապա հենց որ գալիս է դժվար պահ, կասկածելի պահ, հենց որ անհստակությունը մեծանում է շուկայում, ապա մարդիկ վերադառնում են Bitcoin-ի մոտ,
որովհետև Bitcoin-ը գիտեմ, որ ինքն է ռեալ ապակենտրոն, որ ինքն է ամենամեծ ու կայուն ակտիվը այս շուկայում։ Հիմա եկեք մի փոքր մակրոից խոսանք ու ֆինանսներից։ 2008 թվականին, երբ որ ճգնաժամը լուրջ եղավ, այդ ժամանակ ամեն ինչ փոխվեց ֆինանսների մեջ։ Այստեղ կարող ենք տեսնել այս հիմնական փողի բազան, թե ինչքան են կենտրոնական բանկերը փող տպում, ու կարող ենք տեսնենք, որ մինչև 2008 թվականի ճգնաժամը քիչ թե շատ ստաբիլ է աճել այդ նոր տպող փողի քանակը, իսկ 2008 թվականից սկսած կտրուկ կերպով սկսեց աճել ու անկանոն կերպով սկսեց աճել ինչ որ պահերի շատ կտրուկ ձևով։ Պատճառը այն է, որ 2008 թվականի ճգնաժամի պատճառները իրականում չեն շտկվել, այսինքն ֆունդամենտալ խնդիրները, որ առաջացել էին ֆինանսների շուկայում, այդպես էլ մնացել են։ Ուղղակի հետաձգվել այդ խնդիրների լուծումը նոր փող տպելով ու 10 տարուց ավել փողը շուկայում գնալով մեծացել է ու դրանով ընդհանրապես հետաձգվել է այդ խնդրի լուծումը։ Իսկ քաղաքական գործիչները սիրում են հետաձգել խնդիրները ու բարդ խնդիրներին երբեք լուծում չեն տալիս, որովհետև բարդ խնդիրների լուծումը ոչ պոպուլյար երևույթ է։ Իսկ քաղաքական գործիչները 4 տարին մեկ են ընտրվում ու իրանք մտածում են մենակ իրանց հաջորդ ընտրության ու վերընտրվելու մասին։ Ոչ մեկ չի ասելու, եկեք մի հատ դադար վերցնենք, մի քանի տարի տենց դժվարությունների մեջով անցնենք, կարգավորենք մեր ֆինանսական համակարգը, որ հետո ավելի լավ հստակ ապագա ունենանք։ Ոչ մեկ դրա ժամանակը չունի, որովհետև ամեն մեկը աշխատում է իր հիմիկվա օրով, հիմիկվա իր ռեյտինգի մասին է մտածում, որովհետև մի տարի հետո, 2 տարի հետո, 3 տարի հետո ինքը նորից վերընտրվելու խնդիր ունի։ Ու սա է դեմոկրատ աշխարհի հիմիկվա այն մեծ ճգնաժամային խնդիրներից մեկը, որ որևէ մեկը հələ չգիտի թե դրան ոնց լուծում տալ։ Այսքան նոր փող տպելուց հետո, երբ որ 2008-ից մինչև 2020-ը ահռելի կերպով ուռճացվեց փողի ծավալը, արդեն այն փուչիկը այնքան էր փչվել, որ պետքա տրաքեր 2019, 18, 20 թվականներին արդեն պետքա այդ փուչիկը պայթեր, ճգնաժամ պետքա լիներ։ Բայց բախտի բերմամբ թե պատահմամբ թե ամեն ինչը տենց սիրուն գծած դասավորված էր, 2020 թվականին գիտեք ինչ իրադարձություններ տեղի ունեցան, բոլորը սկսեցին տանը նստել, պետությունները սկսեցին փող տպել ու բաժանել, տենց կենտրոնական բանկերի տոկոսադրույքները իջան 0-ին, լիքը նոր փող ներարկվեց շուկա, այն առիթով, որ հիմա շատ բարդ վիճակի մեջ ենք, պետքա տնտեսությունը փրկենք, պետքա մարդկանց աշխատատեղերը փրկենք ու այդ ժամանակ նույնպես շատ կտրուկ ձևով բարձրացավ շրջանառվող փողի ծավալը ու դրանով եւս մեկ անգամ հետաձգվեց արկա խնդիրը։ Այն խնդիրը այն էր, որ ֆինանսական համակարգը կայուն չի, շատ է ուռճացվել ու պետքա կորեկցիա լինի, պետքա ճգնաժամ լինի, որովհետև ուրիշ ելք չկա։ Իսկ երբ որ խնդիրը եւս մեկ անգամ հետաձգվեց ու արդեն այսքան մեծ ստիմուլուս անելով էկոնոմիկային, այսքան նոր փող տպելով, արդյունքը եղավ այն, որ մեծ ինֆլյացիա ունեցանք, երկնիշ թվերին հասնող տոկոսով ու այդ ինֆլյացիան եղավ աշխարհի բոլոր ծայրերում, որովհետև բոլոր կառավարությունները նմանատիպ մոտեցում որդեգրեցին, Հայաստանն էլ, Եվրոպան էլ, Ամերիկան էլ, որը որ ցածր տոկոսադրույքներ բիզնեսներին օգնել, նոր փող տպել, որոշ տեղեր ինչ որ նպաստներ բոլորին ձերի փող բաժանել եւ այլն։ Ու հիմա երբ որ եկել է ժամանակը էլի այս խնդիրներին առերեսվելու, որովհետև խնդիրները չեն վերացել, իրանք ընդհանրապես հետաձգվել են։ Գալիս է 2024 թվականը, որտեղ էլի տնտեսությունում դժվարություններ կան, սահպետություններում արտադրությունը պակասել է, աշխատատեղեր են կրճատվում ու հանկարծ տեսնում ենք սրացումներ ինչ որ տարբեր տարածաշրջաններում։ Իդեպ, եթե 2020 թվականին, երբ որ նոր սկսվեց բոլորիս տանը նստելը ու գործի չգնալը, արժեթղթերի շուկան բնական կերպով արձագանքեց ու ստեղ տեսանք, որ Ամերիկայի արժեթղթերի շուկան 2020 թվականի մարտին մոտ 1 ամսում 35% անկում ունեցավ։ Դա իհարկե մեծ պանիկայի բերեց Ամերիկայի կառավարության մոտ, որն էլ որ սկսեց այդ իր ստիմուլուսները, փող ներարկելը շուկա ու տոկոսադրույքների իջեցումը։ Նոր փող լցնելով շուկա, վերականգնեցին արժեթղթերի շուկան, ինքը մոտ մի տարում արդեն անգամ ավելի շուտ անցավ իր նախորդ ռեկորդը, որովհետև մոտ մի տարի ու կեսում տպվեց մոտավորապես այնքան փող, ինչքան որ տպվել էր վերջի տասնամյակներում։ Փաստացի կրկնապատկվեց շրջանառվող փողի ծավալը, որը որ տենց թվերը սիրուն ուռճացրեց արժեթղթերի շուկայում, թիվը բարձրացավ, բայց ոչ մեկ չէր մտածում, որ գնողունակությունը դոլարի նվազել է։ Ու դրանից հետո մի տարի հետո, 2 տարի հետո տեսանք արդեն ինֆլյացիայի տեսքով, որ ամեն ինչի գները բարձրանում է, ամեն ինչ թանկանում է, բայց հարցը նրան է, որ ոչ թե ամեն ինչ թանկանում, այլ ուղղակի փողն է էժանանում։ Եթե 2020 թվականին այս իրանց գործողությունները արդարացրեցին,
առողջապահական կրիզիս կա ամբողջ աշխարհում, դրա համար են այս գործողությունները անում ու եւս մեկ անգամ չնայած դրա մասին չի խոսում, որ ճգնաժամ պետք է արդեն ուր որ լիներ, դրանով եւս մեկ անգամ հետաձգում են մի քանի տարով այդ ճգնաժամը 2020 թվականին պատրվակը հետ էր։ Դրա համար որոշ կասկածներ կան, որ այդ ամեն ինչը արհեստական կերպով էր արած։ Դրանից հետո 2022 թվականին, երբ որ ինֆլյացիան կտրուկ բարձրացավ ամբողջ աշխարհում, Եվրոպայում, Ամերիկայում, այլ երկրներում, այդ ժամանակ դե ինֆլյացիայի պատճառը գիտեք որն է, որ Եվրոպայում պատերազմը, այնտեղ մեծ ծախսեր կան, այնտեղ առևտրի շղթաներն են խաթարվել։ Դրա համար հիմա ինֆլյացիա ունենք աշխարհում։ Ոչ մեկ չի մտածում, որ այսքան նոր փող է տպվել, դրա համար ինֆլյացիա ունենք։ Հիմա էլ 2024 թվականն է, ամենտեղ տնտեսական վիճակը վատանում է ու չգիտես թե ինչի, որոշ տարածաշրջաններում էսկալացիա է ռազմական առաջանում ու կարելի է մտածել, որ սա եւս մի անգամ ինչ որ առիթ է տենց մեղավորությունը դնելու այս կոնֆլիկտների վրա ու դրա պատճառով եթե հիմա առաջիկա ամիսներին մեծ ֆինանսական ճգնաժամ սկսվի, ասեն դե գիտեք ինչն է, պատերազմներն են պատճառը, մեծ ռազմական ծախսեր են անում, դրա համար ասենց վիճակ առաջանում տնտեսության մեջ։ Հիմա ես չգիտեմ իրականում այդ որ ասում են մասոններն են կառավարում եւ այլն, ինչ որ տենց վերպետական ուժեր կան, որ մի քանի պետությունների մեջ բաներ են համաձայնեցնում, կոնֆլիկտներ են հրահրում, թե չէ, դա այդքան էլ էական չի, բայց անգամ եթե բնական կերպով են էսկալացիաները լինում, դրանք հիմնականում ձեռ են տալիս բոլոր պետություններին, որովհետեւ բոլոր պետությունները ունեն այդ նույն ֆինանսական, տնտեսական խնդիրները ու բոլոր պետությունների համար սա շատ լավ արդարացում է, որ հիմա ժողովուրդ ջան, գիտեք որ վատ է վիճակը, այդ sense էքստերնալ պայմաններից է գալիս, ոնց որ եղանակը վատն է հիմա, դրա համար արև չկա, դրա համար հիմա բոլորս մրսում ենք, նույն սկզբունքով հիմա այնտեղ պատերազմներ են գնում, դրա համար հիմա գնաճ կա, դրա համար հիմա աշխատատեղերը քիչ են։ Ու երբ որ բոլոր պետությունները նույն խնդիր ունեն, վերընտրվելու խնդիր ունեն, որովհետև բոլորի մոտ ֆինանսական, տնտեսական համակարգիչները կայուն չեն։ Բոլորին ձեռը տալիս, որ ինչ որ պատրվակներ լինեն ու տենց պետությունները իրար հետ պասերով խաղան, ժողովուրդն էլ դրանից տեղյակ չլինի, չհասկանա, որ իրականում ապաշնոր կառավարության քաղաքականության հետևանքով է, որ օրինակ չգիտեմ, ամերիկյան, եվրոպական պետությունների դեպքում, որ կարելի է այդքան չֆինանսավորել դրսում տեղի ունեցող պատերազմները, որ կարելի է հարկերի շնորհիվ հավաքված պետբյուջեով չֆինանսավորել ինչ որ ռազմական գործողությունները, զենք մատակարարել եւ այլն։ Ось խառը իրավիճակներում իրականում հասարակ մարդիկ շատ քիչ բան կարան անեն ու նախկինում հիմնականում տենց երկու գործողություն կարող էին մարդիկ անել, որպեսզի իրանց խոսքը լսելի դառնար, ոնց որ երկու քվեարկելու ձև կար, մեկը այնա որ դու քվեարկում ես ընտրություններին, դու ձայն ես տալիս այն քաղաքական ուժին, որը որ քո գաղափարներին ավելի մոտիկ է, բայց եթե քո ձայնով քվեարկելով դու չես կարողանում ազդեցություն ունենալ, չես կարողանում քո ուզած արդյունքին հասնել, այն հաջորդ էֆեկտիվ գործողությունը այն է, որ դու քվեարկում ես քո ոտքերով, տենց մետաֆորա ինքը, նրա համար ասում, որ դու վեր ես կանում ու գնում ես ուրիշ երկիր։ Եթե դու ինչ-որ պետությունում ես ապրում, ու այնտեղ քո ձայնը լսելի չի դառնում քո քվեարկությունով ընտրություններին, դու կարող ես գնալ ուրիշ երկիր, այնտեղ քվեարկել, բայց առանձնապես ուրիշ գործիքակազմ դու չունես, որովհետև դու մեկա ինչ-որ պետության, ինչ-որ կառավարության տենց ենթակայության տակ ես ապրում, իր տարածաշրջանում ես ապրում ու առանձնապես շատ ուրիշ բան չես կարող անել։ Հիմա որ Bitcoin-ն է ի հայտ եկել, ինքը մի հատ երրորդ ավելի արդյունավետ միջոց է քվեարկելու առաջարկել, ստեղծել, որը որ քվեարկելն է քո կապիտալով։ Եթե քեզ դուր չի գալիս այն երկրի կառավարությունը, որտեղ դու որ բնակվում ես, որտեղ որ դու ձայն ես տալիս կառավարությանը ու քո ուզած ձևով չի ինքը աշխատում, դու կարողանում ես քո կապիտալը հանել այդ կառավարության ենթակայության տակից ու ինքդ քո կապիտալը տնօրինել։ Չես ուզում, որ պետությունը անիմաստ ծախսեր անի, չես ուզում, որ ինչ-որ անիմաստ ռազմական գործողություններ կամ պատերազմներ ֆինանսավորի։ Դու կարող ես քո գույքը, քո կապիտալը պահել Bitcoin-ով, որը որ դու չես լինի խոցելի պետության կողմից։ Դու չունես գույք, որը որ պետությունը կարա հարկի։ Դու չունես պետական արժույթ, որը որ կառավարվում է պետության կողմից, որ ինքը կարող է ինֆլյացիայի ենթարկել։ Դու չունես պետական արժույթ բանկում դրված, որը որ կարա կոնֆիսկացիայի ենթարկվել։ Ու այդպիսով դու թույլ չես տալիս, որպեսզի պետությունը քո ֆինանսները, քո կապիտալը տնօրինի ինչ որ ձև, որի հետ որ դու համաձայն չես։ Ու սա իրականում ցանկացած երկրում երևի թե ամենաուժեղ գործիքն է ընդդիմության ձեռքում, որ դու ուղղակի բոլոր լծակները հանում ես քո վրայից,
որ պետությունը քո վրա լծակներ չունենա։ Սա այն բաներից է, որ առաջի անգամ Bitcoin-ի հետ ծանոթացողները միանգամից չեն խորանում ու ընկալում, որ սա ուղղակի ինչ-որ բան չի, որ կուրսը բարձրացավ, փող աշխատեցիր, տենց չգիտեմ, կամ էլեկտրոնային փողը արագ փոխանցումներ անելու համար, ամեն ինչը ամբողջ համակարգը պետական կառավարման պետությունների փոխվում է, հարաբերությունները քաղաքացիների ու կառավարությունների միջև փոխվում են, որովհետև լծակները, ազդեցությունը պետությունների կողմից տեղափոխվում է մարդկանց կողմ։ Մարդիկ են արդեն վճռական որոշող լինող։ Այս անիմաստ կոնֆլիկտներ ու պատերազմները դադարեցնելու նաև հիմնական միջոցներից այն է, որ պետությունների ֆինանսները գնալով պակասեցվեն, ավելի շատ ֆինանսներ անհատ քաղաքացիների կողմից տնօրինվեն, որովհետև հասարակ մարդիկ երբեք չեն ուզում, որ պատերազմներ լինեն։ Իրանք ուզում են հանգիստ ապրել, խաղաղ ապրել, իրար հետ առևտուր անել, երեխաներ ունենալ, ուրիշ բան իրանք պետք չի։ Այդ կառավարությունների, պետությունների ղեկավարներն են, որ տենց մեծ-մեծ բաներ են խոսում, խոստումներ են տալիս, ինչ որ այլ երկրների հետ պրինցիպի մեջ են ընկնում ու տենց կարող են ինչ որ կոնֆլիկտներ ստեղծել ու տարիներ, ամիսներ շարունակ չկարողանան ինչ որ եզրահանգման գալ, որովհետև իրանք նույնպես տենց մաքուր երեսով դուրս գալու խնդիր ունեն, պետք է իրանք հաջորդ ընտրություններին վերընտրվեն, որովհետև երբ որ պատերազմ են անում, այդ պատերազմի շղարշի տակ կարան հազարավոր ինչ որ որոշումներ անցկացնեն, թեկուզ ծախսերի առումով, թեկուզ ինչ որ ժողովրդի վրա վերահսկելու, ազդելու։ Ու այս բոլոր լծակները, երբ որ քչացնում ես, թուլացնում ես, ինքը ավելի քիչ ռեսուրս է ունենում պատերազմների մեջ ներգրավելու համար։ Հիմա ամենակարևորը այն է, որ դու չես կարող ինչ որ մի հատ երկրում այդ, չգիտեմ, լրիվ անցար Bitcoin-ի ստանդարտին, մի քանի անգամ պակասացրեցիր պետության ազդեցությունը, դրանով տենց դրական արդյունքի միանգամից հասնել։ Եթե օրինակ Հայաստանի օրինակով բերենք, եթե այդ նշածս բաները օրինակ շատ արագ տեղի ունենար, մի քանի տարում կամ կես տարում, մի տարում, ապա եթե ամբողջ ազդեցությունը անցներ ժողովրդի կողմը, այն ավելի ավտորիտար երկրները, որոնք որ մեր հարավանությամբ են, միանգամից կգզեին Հայաստանը, որովհետև երբ որ կոնֆլիկտային վիճակ է գալիս, որտեղ որ ինչ-որ մի պետությունը ուժեղ ազդեցություն ունի, լիդեր ունի, մեծ ֆինանսներ ունի, ինքը իհարկե ավելի դոմինանտ կլինի մյուս պետությունների հանդեպ, որը որ տենց ավելի ապակենտրոն ձևով է ֆինանսներով բաշխված ու տենց մի տեղից չի լինում արագ կազմակերպել ինչ-որ բաներ։ Դրա համար այս փոփոխությունները պետք է լինեն հավասարաչափ քիչ-քիչ բոլոր պետություններում։ Բոլոր պետություններում քայլ առ քայլ պետք է ազդեցությունը կառավարություններից տեղափոխվի դեպի անհատներ, որովհետև անհատներն են, որ խաղաղ են ուզում ապրեն։ Օրինակ նախորդ դարում, երբ որ սառը պատերազմ էր, այդ ժամանակ մարտագլխիկները միջուկային գնալով շատանում էին, ավելի շատ ատոմային ռումբ էին Ամերիկան մեկ էլ Սովետը արտադրում ստեղծում, երբ որ սառը պատերազմը եկավ իր ավարտին ու սկսեց այդ դեէսկալացիան, սկսեցին այդ մարտագլխիկների ոչնչացումները ու սենց էր այդ պրինցիպը գործում, որ մի քիչ էս պետություններ ոչնչացնում այդ ատոմային ռումբերից, մի քիչ էս պետությունը ու տենց քիչ-քիչ պակասացնելով ի վերջո մի 10 անգամ երևի թե պակասեցին ատոմային ռումբերը աշխարհում ու մոտավորապես այս սկզբունքով պետք է լինի այդ ուժի պակասացումը այդ արյունարբու պետությունների մոտ։ Ու դրա համար են նաև ասում, որ Bitcoin-ը ամենախաղաղ ու դանդաղաշարժ հեղափոխությունն է։ Մենք կարող է հենց հիմա չենք տեսնում ազդեցությունները արագ sense վիզուալ կերպով, բայց ամեն տարի ինչ որ տոկոսով անհատների ազդեցությունը մեծանում է Bitcoin-ի շնորհիվ, որ երբ որ մարդիկ իրանք են իրանց կապիտալը տնօրինում ու չեն թողում, որ պետությունը ինքը իրանով անարդյունավետ ինչ որ բաներ անի։ Ու այս տարանջատումն է ֆինանսների պետությունից, որ վերջապես թույլ կտա զսպել այդ կառավարողների, իշխողների ախորժակները, որոնք որ հիմնականում ուզում են վերընտրվեն, ուզում են ազդեցություն ունենան, ուզում են ուժ ունենան ու դրանով երբ որ այդ ուժն ու ազդեցությունը վերադառնում է մարդկանց, մենք ավելի լավ, ավելի խաղաղ ու դրական ժամանակներ կունենանք։ Ու նաև դրա արդյունքում կտեսնենք փոփոխություն քաղաքացի պետություն հարաբերությունների մեջ, որտեղ որ ոչ թե պետությունը կլինի այն մեծ եղբայրը, որ հետևում է քաղաքացիներին, այլ կլինի այն, ինչի համար որ ինքը ի սկզբանե նախատեսված էր, այն որ ինքը ծառայություն է մատուցում իր քաղաքացիներին ու ընդհանրապես փող է ստանում ինչ որ աշխատանք կատարելու համար։ Այսօր այսքանը, եթե հետաքրքիր հավանեք տեսանյութը, բաժանորդագրվեք ալիքին, իսկ մենք կհանդիպենք։